Հանդիպում էի ունենում մեր սահմանամերձ շրջանների բնակիչների հետ Տավուշի, ականապատման աշխատանքների հետ կապված մտահոգություններ են հայտնել, մասնավորաբար Ազատամուտ համայնքի հարակից շրջանների ականապատման եւ չափագրման աշխատանքների։ Հարցս հետեւյալն է. ինչ աշխատանքներ են կատարվում այդտեղ, այդ հատվածում, եւ արդյոք դա կապ ունի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ։ Ես հիմա այդ Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, ես դժվարանում եմ ասել, ես ուրիշ բան կարող եմ ձեզ ասել, ես այն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի եւ ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան եւ նաեւ մեր գործընկերներին ասացի, որ դա կարա սխալ տպավորություն թողի, որ մենք այսքան ասում ենք որ սահմանազատում էսպես է եղել, հիմա մուտքից 2 մետր են կողմ, բան կա, փշալարեր են փռած եւ պարզեցի, որ խնդիրն է նա, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան եւ այնտեղ պաշտպանության նախարարությունը եւ սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի եւս մեկ անգամ ականազերծման հետ կապված աշխատանքներ իրականացնեն, որպեսզի եկեղեցին եւ իր շրջապատը, մանավանդ որ մարդկանց ընդեղել ճանապարհը նորոգել ենք, մարդկանց հոսքը ակտիվացել է, ճիշտ է, սենց թեքություն է, բայց մարդը կարող է ինչ որ մեկը որոշի իջնել ներքևը, ասենք, ժամանակ անցկացնել եւ այլն։ Ինչ վերաբերվում է, ինչ դե հիմա ունեն տեղեկություններ, պարոն, չէ, մի քանի մետրից փշալար է դրած, փակած է բավականին մեծ տարածք։ Ես նկատի ունեմ, կարող են այսպիսի աշխատանքներ լինեն, ինչ վերաբերվում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել եւ տեղի չեն ունենալու եւ չեն կարող տեղի ունենալ, որովհետեւ սահմանազատումը սկսվում է զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում եւ այսինքն այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։